Ապօրինի տուգանքներն ու դրանց բողոքարկումը։ Ճանապարհային ոստիկանությունը տարեկան դուրս է գրում միլիոնից ավելի տուգանքներ։ Այդ տուգանքների մի մասը տեղին է, իսկ մի մասը ոչ։ Ցանկացած մարդ կարող է բողոքարկել իր նկատմամբ կայացված որոշումը, եթե համարում է, որ այն ապօրինի է։ Փորձենք ներկայացնել տարածված անարդար տուգանքները, որոնց բողոքները հիմնականում բավարարվում են։ Փողոցների տեղային լայնացումներում, այսպես կոչված գրպանիկում, թեք երթևեկելի մասին ոչ զուգահեռ կայանված եւ տուգանված վարորդները կարող են վստահ բողոքարկել դատական կարգով եւ հասնել հաջողության, եթե չի եղել նշան, որը վարորդներին կպարտադրեր կանգնել զուգահեռ։ Հայաստանում լրացուցիչ սեկցիայով լուսացույցերը հաճախ այնպես են կահավորված, որ ընկալելի չեն։ Հաճախ լուսացույցը կանաչ գույնն է վառում, եւ մարդ սեկցիան չնկատող վարորդները մտնում են խաչմերուկ, կատարելով խախտում։ Լուսացույցի լրացուցիչ սեկցիային չենթարկվելու տուգանքները վարորդները կարող են վստահաբար բողոքարկել, քանի որ լուսացույցի արգելող նշանը պետք է լինի կարմիր գույնի եւ ոչ պարզապես մարված կանաչը։ Վարորդները կարող են նաև վստահաբար բողոքարկել կարմիր լույսին չենթարկվելու տուգանքները, եթե լուսացույցը բավարար տեսանելի չէ։ Վարորդը պարտավոր չէ տեսնել չերևացող, խամրած եւ տեսանելիության այլ ստանդարտներին չբավարարող լուսացույցը։ Ավելին, եթե լուսացույցի հետ կապված տուգանքը եկել է տեսախցիկի միջոցով եւ տեսանյութում լուսացույցը ֆիզիկապես չի երևում, ապա եւս կարելի է բողոքարկել տուգանքը, քանի որ մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում մուտքային եւ կրկնող լուսացույցերի աշխատանքը սինխրոն չէ։ Դատարանները նաև հաճախ բավարարում են այն բողոքները, որոնք կապված են ֆորմալ առումով բնակավայրերի, բայց իրականում ամայի ու չբնակեցված տարածքում արագության սահմանափակման խախտման հետ, քանի որ բնակավայրը դա ոչ թե բնակավայրի նշանն է, այլ դրա հատկանիշները, օրինակ շենք շինությունները։ Հիշեք, որ որոշումը կարելի է բողոքարկել դրա ստացումից հետո 30 օրում ճանապարհային ոստիկանության պետին կամ 2 ամսվա ընթացքում վարչական դատարան։ Երկու դեպքում էլ բողոքարկումն անվճար է։ Բարեկային տեսուչի կայացրած որոշումը բողոքարկելու համար որոշումը ստանալուց ցանկալի է գրել համաձայն չեմ։ Բողոքարկման ձևերը կգտնեք tugank.am կայքում։ Մի խախտեք երթևեկության կանոնները եւ բողոքարկեք անարդար տուգանքները։ Իրազեկ քաղաքացիների միավորում։